Ես Նանա Արամյանն եմ, նկարիչ։ Ես ծնվել եմ Երևանում, արվեստագետների ընտանիքում։ Հայրս գեղանկարիչ Վաղար Շաքարամյան, մայրս երաժիշտ Կարինե Արամյան, արվեստի հետ կապված էր ամբողջ մանկությունս։ Ինչքան ինձ հիշում եմ, նկարում էի, բնականաբար ծնողներս շատ էին խրախուսում։ Ինձ վրա շատ տպավորություն էր թողնում, որ տեսնում էի, թե ինչպես էր սրոյից դատարկ կտավի վրա ստեղծվում մի պատկեր, որը ստեղծում էր հայրիկս։ Հրաշքի պես մի բան էր, որ սրոյից ավարտուն պատկեր է ստեղծվում, այդ վիզուալ պատկերները ստեղծելու ունակությունը ինձ շատ գրավում էր։ Երևի թե 10 տարեկան էի, որ որոշեցի լրջորեն զբաղվել նկարչությամբ։ Սկզբից սովորում էի Կոջարյանի անվան նկարչական դպրոցում, հետո Թերլեմեզյանի ուսումնարանում և Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նաև դասավանդել եմ 2003 թվականից։ Ուսանող տարիներից փորձել եմ տարբեր արվեստային մոտեցումներով ստեղծագործել, տարբեր ոճերով։ Երկար տարիներ զբաղվել եմ համակարգչային գրաֆիկայով, բայց եւ կապվածությունը մնում է հենց տրադիցիոն նկարչությունն է եւ ամենահոգեհարազատ ոճերից արտահայտչամիջոցներից մեկը դա սյուրռեալիզմն է, նաեւ շուտով ֆենթազի արվեստը եւ շատ ոգևորվում եմ դասական արվեստի որոշ նմուշներից, դա բարոկո շրջանն է, որ ինձ գրավում է ինձ մեծ ֆորմաներով, դրամատիզմով։ Շատ հավանում եմ 20-րդ դարի կլասիկ մոդեռնիզմի շրջանը, մանավանդ կլասիկ սյուրռեալիզմը։ Սյուրռեալիզմը երազանքները, ֆանտասմագորիաները, վիզուալիզացիայի հզոր միջոց է։ Ինձ դուր է գալիս մանուշակագույն գույնի սիմվոլիկան, էներգետիկ ազդեցությունը, միստիկ լուսավորություն եւ միստիկ տրամադրություն ստեղծելու հատկությունը այդ գույնի միջոցով։ Կարծում եմ մոնոխրոմ նկարչությունը կարող է շատ բան ասել, որովհետեւ ավելորդ ինֆորմացիան կարող է դուրս գալ եւ արվեստագետը կենտրոնանա իր բուն ասելիքի վրա։ Հիմնականը կին հերոսներ են, կա ավելի վերացական մի կերպար, որին անվանել եմ Սև մանուշակագույն գիրք։ Այդ մանուշակագույն կանացի կերպարը նկարներիցս նկար տեղափոխվում է, նաև ֆիզիկական կերպար, որ փոքրիկ աղջիկ է, կախարդիկ, ապրում է հին պահարանում, եւ այդ շարքն է այդպես հենց կոչվում է հին պահարանի գաղտնիքները։ Ընդհանրապես ֆենթազի մտածելակերպը եւ արվեստում եւ գրականությունում շատ է գրավել։ Երջանիկ եմ որպես արվեստագետ, որ ես մեծ տարիքում կարողանում եմ վերադառնալ իմ մանկական տպավորություններին եւ հուշերին ու ավելի նոր ինչ-որ շերտով ներկայացնել։ Ենթագիտակցական պատկերները, այն ինչ որ գտնվում է մարդու ամենահոգու եւ զգացողության ամենախորին թաքնված շերտերում, դա այն ազատությունն է, որ արվեստը կամ այդ ստեղծագործական ոճը շնորհում է արվեստագետին։ Ինձ համար շատ կարևոր է հենց դիտորդի հետ փորձել երկխոսության մեջ մտնել եւ փորձել ներգրավել դիտորդին, այսինքն ինչ որ բաներ կա, որոնք անձնական են, արվեստագետի կարծում եմ հենց ուժը կայանում է նրանում, որ նա ինչքան չափով կարողանում է այդ ամեն ինչը դարձնել ավելի գլոբալ, ավելի համամարտկային եւ հասանելի դարձնել իր դիտորդին։ Կարծում եմ, եթե երկխոսությունը ստացվում է, ապա արվեստի գործը հաջողված է։ Մի կորցրեք զարմանալու եւ հիանալու ունակությունը եւ փորձեք նկատել աննկատելին։